Գողջունենք բոլորիդ սիրելի Աստծո ժողովուրդ, անպայման չմոռնաք, որովհետեւ YouTube-ի մեր էջին հետևիկ, ընելով subscribe, ընելով like եւ անպայման զանգակը activate-ցնելով, որովհետեւ ամեն մեր նորությունները հասանելի լացեզի եւ գրնակ հետևիլ մեզի Instagram-ով, Facebook-ով եւ TikTok-ով, Աստված օրհնե բոլորիդ շատ։ Այսօր պիտի խոսիմ, ինչպես միշտ շատ կարևոր թեմայի մասին, որ թմրեցուցիչի մասին է, անգլերենով drugs, եւ գուզեմ սկիզբեն ասել եւ շեշտել, որ ամեն ինչ որ գխոսիմ, իրականության մեջ աստեղեն ամեն ինչ որ գխոսվի, ինքը սիրով է եւ ոչ թադաբարդելով կամ ուրիշին մեղավորության հասկացումի տակ բահելու համար։ Որովհետեւ ամեն ինչ որ Աստված գխոսի իր խոսքով, ամեն ինչ որ ավետարանեն է, ինքը բարի լուր է, ադորամար ինչ որ պիտի բաժնեկցիմ իրականության մեջ սրտիս մեջ կա սեր Աստուծմով բոլոր այդ մարդոց հանդեպ, որ աստնույթը իրենց հետ կապ ունի, ադորամար սիրելիներ ես կքաչալերեմ, որ դարածեք գրնալալ մարդիկ կճանչնակ, որ աստնույթին շատ կարիք ունին, որ իրենք լսեն, լուսաբանվին եւ իրենց կյանքի մեջ ազատագրում կա, ինչ է մեր թեման, այո, թմրեցուցիչը, այսօր աշխարհի ամեն կողմերը դարածված է աս թմրանյութը եւ իրականության մեջ ինքը մարդոց կյանքերը կգործանե։ Եվ ես պատրաստված եմ այս ամենը խոսիլ, որովհետեւ մեր Տերը սորվեցուց եւ մեզի կսորվեցնե սիրել եւ սրտիս մեջ իրականության մեջ ցավ կա եւ at ելելով at ցավեն at սերեն կուզեմ խոսիլ եւ այո անշուշտ է ոչ թե պիտի խոսիմ համացայնելով այլ պիտի խոսիմ հագարակվելով այդ ամեն ինչին զգուշացնելով այդ ամեն ինչեն եւ իրականության մեջ կհավատամ որ շատերուն գոքնե սիրելիներ Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ 19-րդ խոսքի մեջ կսե Այս է թադաբարդությունը, որ լույսը աշխարհ եկավ ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին։ Քանզի իրենց գործերը չար էին, վասնզի ամեն ով որ չար կգործե, անիկա լույսը գադե եւ լույսին կով չի կար, որովհետեւ իր գործերը չհանդիմանվին։ Բայց ամ որ ճշմարտությունը կգործադրե, լույսին կով գուքա, որովհետեւ հայտնի լան թե իր գործերը Աստուծմով գործվեցան։ Եվ նայեցեք ոստե կարևոր բանը գսե ասելով, վասնզի ամեն ով որ չարը կգործե, անիկա լույսը գադե եւ լույսին կով չի կար, որովհետեւ իր գործերը չհանդիմանվին։ Եվ գիտեք գրնան հիմա շատերը լսելով ինձի հագարակվին, ոչ թե ինձի այլ այն խոսքերուն, որ ես կխոսիմ, եւ գիտեք ոստեղը Աստվածաշունչը գսե, որ բոլոր անոնք որ չարը կգործեն, չեն ընդունել լույսը, որովհետեւ լույսի ներքո իրենց գործերը հայտնի կլան, իրենց չար գործերը, եւ նորեն գուզեմ սիրելի եղբայրս եւ քույրս, եթե դու մեկն ես որ աս լսած թեմայի մեջն ես, այսինքն այն ինչի մասին որ ես կխոսիմ հիմա, որ թմրեցուցիչն է եւ դու ադոր մեջն ես, երբեք չսկաս որ ես հիմա ոս նստեր եմ ինչ գիտնամ սուրբս եւ քեզի կթադեմ, չէ, ես ոս նստեր եմ որպես Աստծո խոսքը խոսիմ քեզի սիրելով, քեզի հարգելով, բայց սրտիս մեջ ունենալով քեզի համար լավը, որովհետեւ դու ազատվես այդ ամենեն, որովհետեւ դու դուրս գաս այդ ամեն ինչեն, որովհետեւ դու ընդունես կամ չընդունես այդ ամենը քո կյանքդ կորզանե գոր։ Այդ ամենը քո կյանքիդ մեջ քեզի կորզանում կբերե եւ կշարունակե բերել։ Եվ ինչպես որ այստեղ խոսքը գսե, որ այդ մարդիկ որ չարը կգործեն, չեն ուզեր լույսի գալ, բայց այսօր կքաչալերեմ սիրելիներ, որ լույսին արիդ տակ, որովհետեւ երբ որ լույսը գուքա, խավարը կհերանա եւ երբ որ լույսը գուքա եւ լույսը Հիսուս Քրիստոսն է եւ որ մենք արիդ կուտանք որ լույսը Հիսուս Քրիստոսը կա մեր կյանքերում մեջ, այո, մեր գործերը կհանդիմանվին, մեր չար գործերը մեջտեղ ելեն, բայց Հիսուս Քրիստոսը գուքա որբեսի մեզի հերացնե եւ ազատե այդ ամեն ինչեն եւ ոչ թե մեզի թադե այդ ամեն ինչի մեջ։ Ադորամար սիրելիներ, գիտեք հետաքրքիր հարց մը գա, ինչպես կրնա արդարացվի այս թեման, ինչպես կրնա արդարացվի, որ թմրեցուցիչը լավ է։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 17-րդ խոսքեն 18-րդ խոսքը գսե. Այսպես ամեն բարի ձար բարի բդուղ գուտա եւ չար ձար չար բդուղ գուտա։ Բարի ձարը չի կրնար չար բդուղ դալ, ոչ ալ չար ձարը բարի բդուղ դալ։ Եվ գիտեք աս օրինակը Հիսուս Քրիստոսը շատ մարգարեական խոհեցավ, որ չի կրնար չար ձարը բարի բդուղ դալ, այլ անպայման պետք է բարի ձարը լա որբեսի բարի բդուղ դա։ Եվ երբ որ գնայինք թմրանյութերուն, որ թմրեցուցիչն է, դրագսն է եւ մարդիկը կորզածեն այդ ամենը, ինչպես կրնա արդարացվի, որ նույնիսկ 1% կրնա օգուտ ունենալ մարդոց կյանքերում մեջ ասիկա, որովհետեւ Հիսուսը գսե բդուղին նայիր, ձարը կճանչնաս։ Եվ սիրելիներ, եկեք անգեղծ լանք իրար հետ, դեսնելով այդ մարդոց կյանքերը, որ իրենք կկորզածեն թմրանյութեր,
բդուղը գտեսնես եւ գտեսնես որ ադիգա չար է, որովհետեւ իրենց մարմինները կվնասե, իրենց ուղեղները կվնասե, իրենց օրգանները կվնասե եւ չի գրնար արդարացվել աստույթը ովևէ մեկ ցևով, որ ինքը գրնա օգուտ դալ եւ ովևէ մեկ ցևով ընդհանրապես, որովհետեւ այսօր մարդիկ շատ կուզեն սխալը արդարացնել իրենց գարձիկներով, այո, սխալ չէ որ մարդը գարձիկ ունենա, բայց դու չես գրնար բամը արդարացնել, որ ինքը չի գրնար արդարանալ, որովհետեւ երբ որ ադիգա քեշ է, երբ որ ադիգա վնաս է, ուրեմն այդպես է։ Հիմա սիրելիներ բդուղին գնայինք եւ գճանշնանք, որ այս ծառը չար է եւ այս թմրանյութերը ընդհանրապես չար են եւ ոչ մեկ օգուտ չունին մարդու կյանքի մեջ։ Գիտեք, եթե նայենք մարդոց կյանքերը, մանավանդ այդ մարդիկ, որ իրենք թմրանյութեր կկործածեն, գիտեք հիմա դարբեր փորձառություններ կան, մարդիկ կան կործածած են եւ հետո հերացած են, մարդիկ կան արդեն շատ մեծ վկայություններ կա Փառք Աստծո, ինչպես Հիսուս Քրիստոսին հանձնելով իրենց կյանքերը թմրանյութերեն ազատված են եւ բարձր դոգոս մարդկությունը այսօր որ թմրանյութեր կկործածե ինքը իրականության մեջ դարբեր կյանքի նեղություններ, դարբեր կյանքի բայկարներ եւ մարդահարավերներում մեջ ինգած է այդ թագարտին, որ սկսած է կործածել թմրանյութեր։ Այսինքն դոգոսը մարդկության որ կորզածեն իրենք թմրանյութեր շատերը թմրանյութ չեն գիտեր ինչ ասել է, այսինքն drugs, թմրեցուցիչ, դոգոսը մարդկության մեջ շատ բարձր է կորզածող, որ իրենք կկորզածեն ոչ որովհետև գսիրեն, ոչ որովհետև հաջիկ կստանան միայն, այլ դոգոսը բարձր է անոնց, որ իրենք կկորզածեն, որովհետև ունին կյանքի հարցեր, դարբեր նեղություններ եւ դարբեր ժամանակաշրջանի մեջ ինչ որ հարցի մեջ կրնալ իրենք սկսած են կործածել, իրենց նպատակը երբեք չի եղած, որ իրենք լման կյանքը կործածեն, իրենք բարձրապես ատ նեղության, ատ ջնշվածության, ատ կյանքի դարբեր փուլի մեջ ինգած են այդ թագարտին եւ հիմա այսօր իրենք դարձած են քերին, արդեն թմրանյութերը, թմրեցուցիչը շղթայած է իրենց կյանքը եւ իրենք չեն գրնար ազատվել այդ ամեն ինչեն։ Ինչպես կրնա արդյոք արդարացվի այս թեման, սիրելիներ, սրտանց կխոսեմ ցեզի։ Ինչպես կրնա արդարացվել այսպիսի բամը, որ այսօր շատ մայրեր եւ հայրեր լացի մեջ են իրենց զավակներու համար։ Ինչպես կրնա արդարացվի այսպիսի բամը։ Այսօր շատ զավակներ լացի մեջ են իրենց մայրերու եւ հայրերու համար։ Չի կրնա լալ արդարացվի թմրանյութերու այս թմրեցուցիչի դրագզի նյութը անգարելի է արդարացվի որովհետև այսօր կյանքերը գործանումի մեջ են սիրելիներ, այսօր մարդոց կյանքերը կգործանվին մինչև մահ, Ադորամար այսօր այո ես կաչալերված եմ հագարակ խոսելու այս թեմային, ոչ թե հագարակ խոսելու մարդոց, հագարակ խոսելու այս հյութին, թմրանյութերուն, դրագզին, հագարակ խոսելու, որովհետև պետք է ինչ որ մեկը հագարակ խոսի, պետք է մեկը խոսի խոսքը, որ գսկուշացնե եւ խոսքը որ գրնա օգնել իրենց եւ ինչպես որ ասի մարդկության բարձր դոգոսը իրականության մեջ հարցերու եւ նեղություններու պատճառով աս ամեն ինչի մեջն են եւ գուզեմ շեշտել կարեւոր գետը որ այսօր սիրելի ծնողներ սկուշ եղեք ձեր բզդիկներեն ձեր բադայներեն ձեր երդասարտներեն շատ շատերը սխալ ընկերներու պատճառով այսօր ինգած են այս թագարտի մեջ այսօր շատերը կկործածեն թմրանյութեր drugs սխալ ընկերներու պատճառով նորեն գսեմ ես այստեղ չեմ մարդոս տադելու ես այստեղ չեմ ծեր ընկերները տադելու ես այստեղ եմ որ Աստծո խոսքով եւ սիրով սրտանց ցեզի սկուշացնեմ սխալ բաներեն որովհետեւ ասիգա սխալ է որովհետեւ ասիգա ցեզի վնաս է ես որպես ցեզի եղբայր եկել եմ սկուշացնելու եւ Աստվածաշունչը գսե առաջին Կորինթացի 15-րդ գլուխ 30-րդ խոսքը մի խափվիկ չար ընկերակցությունները աղեք վարքը գաբագանեն չար ընկերները չար ընկերակցությունները աղեք վարքը գաբագանեն սիրելիներ գաբագանեն կյանքեր չար ընկերակցությունները ադորամար սկուշացեք սիրելիներ ձեր ընկերներն Դժբախտաբար այսօր գրնալա դու մեկն ես արդեն երկար ժամանակ է ընկեր ունեիր որ իրեն շատ գսիրես շատ գահարկես բայց հիմա ինքը թմրանյութերու մեջ է թմրանյութեր կործածելու յետևեն է Պետք է սկուշանաս սիրելիս սիրե իրեն գրծածից չափ օգնե
բայց դու պետք է սկուշ լաս այն ամեն ինչեն, որ քեզի կհրամցնեն քո շուրջդ, որ քեզի վնասեն։ Բայց այսօրվա մեր թեման թմրանյութերն են, թմրեցուցիչն է, եւ ես եկել եմ քեզի զգուշացնելու փախիր այդտեղեն, ուր որ այս բաները կհրամցնեն քեզի սիրելիս։ Գրնալալ դու մեկն ես ընդհանրապես չես կորզածած կյանքիդ մեջ, գրնալալ դու մեկն ես փորձած ես, գրնալալ դու մեկն ես արդեն կկորզած ես։ Եթե դու մեկն ես որ հետ չես կորզածած, ասի քեզի թողոլա զգուշացում ոչ ալ փապակը ունեցիր, որովհետև ադիգա քեզի վնաս է։ Եթե դու մեկն ես որ կորզածած ես, օգտագործած ես եւ հիմա չես օգտագործեր, փառք Աստծո, չմոդենաս։ Եվ եթե դու մեկն ես, որ գոկտակորձես, կկորձազես թմրանյութեր, սիրելիս, այսօր ես եկել եմ քեզի ասելու, որ քեզի համար բարի լուր գա, որ այս ամեն ինչին վերջը գրնակալ, բայց դու պետք է ուզես ադիգա ըլլա։ Դու պետք է քու գամքով պատրաստ լաս, որ աս ամենն երեսդ դարձնես, որովհետեւ Աստված ալ քեզի օգնե։ Ես հիմա շատ կարևոր բան միտեմ, որ շատերը չեն գիտեր սիրելիներ, թմրեցուցիչը ընդհանրապես թմրանյութերը Գարջ ժամանակով արդեն երբ որ մարդը կգործած է, իրեն կյանքի մեջ կդառնա վարժություն, addiction, գախվածություն։ Եվ ամեն ինչը որ մարդու կյանքի մեջ գախվածություն է, չար գախվածություն, ինքը բադահական չէ սիրելիներ։ Այս ամեն ինչին յետևը գա հոգևոր իրականություններ։ Եվ ես եկել եմ այսօր ցեզի ասելու, որ այս ամեն ինչին յետևը, այո, թմրանյութերուն, դրակզին յետևը գա չար հոգիներ։ Այսօր մարդկության մեջ ամեն ինչ որ չար է, ինքը չարեն է։ Եվ ես ցեզի ասեմ, եթե դուք չեք հավատար, սատանան գոյություն ունի, չարը գոյություն ունի, որ իր անունը սատանա է, եւ չար հոգիները գոյություն ունին, եւ ես կրնայի շատ բաներու մասին խոսիլ այսօր, բայց ժամանակը արժևնից է կխոսենք, կրնայի խոսիլ ալկոհոլի մասին, ես հիմա կխոսիմ թմրեցուցիչներու մասին եւ այսօրպես շատ բաներու մասին, որ ասոնք ընտանիքի պես են իրար այդ մարդկության մեջ, այս ամեն ինչին յետևը գա չար հոգիներ սիրելիներ, չար հոգիներ։ Այդ ժամանակ երբ որ քու միտքդ եկավ, կյանքիդ մեջ արդեն բամը չի մնաց, արդեն հոգերդ շատ է, մեկ հատ եկուր արած թմրեցուցիչը ամեն հոգերդ գմորնաս, այդ միտքը քեզի դվողը չար հոգի է սիրելիս, այդ պսպսուկը քու ագանչիդ մեջ չար հոգի են գուկա։ Այս թմրանյութերը, որ այսօր դրակ գոչվող թմրանյութերը այսօր աշխարհի մեջ կան, չար հոգիներու պատճառով։ Այս ամեն ինչին հետևը գա հոգևոր իրականություն եւ ադիգա չար է եւ այո, ես չեմ փաստողը։ Մարդոց կյանքերը կփաստե, որ այս ամեն ինչը չար է, ինչու։ Որովհետեւ կյանքերը գործանումի մեջ են, մարմինները հիվանդության մեջ են եւ մարդիկ կան նույնիսկ մահվան չափ հասած են։ Ադորամար ոչ մեկ ձևով մեկը չի գրնար համոզելը սելով, ինչ միտլա քիչ կորզած է նույնիսկ ասիգա ընդունելի չէ սիրելիներ, որովհետև այսօր քանի միլիոն հոգի քիչով սկսավ, բայց հիմա շադի մեջ է, քանի հոգի։ Նույնը ալկոհոլն է, նույնը թմրեցուցիչն է, թմրանյութերն են։ Ադորամար սիրելիներ, ես ցեզի կզգուշացնեմ Աստծո խոսքով, որ այս ամեն ինչին յետևը չար հոգիներ գա, չարը գա, սատանան գա։ Եվ ես բարի լուր ունիմ ցեզի համար, որովհետև այսօր թմրեցուցիչը, թմրանյութերը դարձած են գախվածություն ծեր կյանքերու մեջ, այսինքն դարձած են շղթայի նման, որ դու նույնիսկ որ չես ուզեր, բայց գնես։ Եթե դու մեկն ես, որ հաջույքով գնես այդ ամենը, նորեն թող զգուշացումը լասիկա քեզի։ Իրականության մեջ դոգոսը շատ ցած է այդ մարդոց, որ իրենք հաջույքի համար գնեն աս ամենը, ամենամեծ չափը իրենք բռնված են եւ իրենք նեղություններով պատճառով գնան։ Եվ այսօր բարի լուրը հետեւյալն է. այդ շղթաները գրնան գդրվիլ, բայց այդ շղթաները չեն գրնար գդրվիլ թեղերով, այդ շղթաները չեն գրնար գդրվիլ ոչ մեկ մարդու կարծիքով, այդ շղթաները գրնա գդրել Հիսուս Քրիստոսը։ Սիրելիներ, 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը Աստծո միածին որդին եկավ այս աշխարհ, խաչվեցավ մեզի համար, արյուն տապեց մեզի համար, որ ինչու, որովհետեւ մենք կարենանք ազատենք մեր գախվածություններն, addiction-ներն, մեր մեղքերն, ամեն ինչ որ չարեն է մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք կարենանք ազատվել այդ ամենն, որովհետեւ ամեն ինչ որ չար է,
գարենանք մենք ատկե ազատվիլ Հիսուս Քրիստոսը արյուն տապեց եւ այդ արյունին նպատակը որ այդ արյունով ինքը վճարեց մեր մեղքերու քինը, մեր գախվածության քինը, սատանայի շղթայած ամեն շղթաներու որբեսի տուն ազատագրվից այդ ամեն ինչին քինը, որովհետեւ մարդկությունը չեր գրնար այդ ամեն ինչն ազատվիլ, պետք էր Աստծո միածին որդին կար եւ Հիսուս Քրիստոսը եկավ, թափելով իր արյունը ուխտ ըրավ մարդկության հետ, որբեսի բոլոր անոնք որ հավատան Հիսուս Քրիստոսին, բայց հավատան ինչին, հավատան իր խոսքերուն, հավատան իր թափած արյան, որ խաչվեցավ մեզի համար, եւ այդ խաչվելու նպատակը հետեւյալն էր, որ մենք ազատինք անեցքներեն, գախարտություններեն, սատանայեն, մեր շղթաներեն, մեղքերեն, ազատինք մահվան իշխանությունեն եւ մենք ունենանք փրկություն, մենք ունենանք ազատագրում, այո, ազատագրում, ինչեն ամեն չարպաներն։ Ես համարցակ քեզի գսեմ, այո, թմրանյութերեն, որ դու այսօր գախվեր ես Հիսուսի գրնա քեզի ազատել, եթե դու հավատաս, որ Հիսուսը քեզի գրնա ազատել։ Եթե դու այսօր հրավիրես Հիսուսին քո կյանքիդ մեջ եւ խնդրես, որ ինքը ազատե քեզի, անշուշտ դու կազատվես։ Իմիջայլոց գուզեմ շեշտել, հարկելով բոլոր այն հաստատությունները, որ կփորձեն ամեն բան անել, որ օգնեն մարդուց, որ մարդիկ դուրս կան այս ամենն։ Նորեն շատ լավ է, Փառք Աստծո այն մարդոց համար եւ այդ հաստատություններուն համար։ Ինչու՞ չէ, եթե դու մեկն ես, որ գուզես ազատվիլ, իրենց ալ գրնաս թիմել, բայց ես քո վրա ծուտի չի խոսիմ։ Եթե գլխավոր ազատողը քեզի Աստված չլա, ոչ թեղերը գրնան քեզի ազատել, ոչ հոգեբանները գրնան քեզի ազատել, ոչ մեկ հաստատություն գրնա քեզի ազատել վերջնականապես, եթե դու Հիսուս Քրիստոսին չհրավիրես քո կյանքդ, որովհետեւ ինքը վերջնականապես ազատե քեզի։ Ես շատ համարձակ եմ աչքերուտ նայելով, գուզեմ քեզի համարձակ ասել, եթե դու այսօր մեկն ես, թմրանյութեր կգործածես, դրագս, Հիսուս Քրիստոսը գրնա ազատել քեզի անպայման։ Հանցնելով իրեն քո կյանքդ, Հիսուս Քրիստոսը գրնա գդրել այն շղթաները, որ դու շղթայվեր ես այդ թմրանյութերով, սիրելիս։ Պետք է կուգամքով հանցնվիս Հիսուսին։ Եվ ասի է սիրելիներ ավետարանի բարի լուրը, որ 2000 տարի առաջ փրկիչը եկավ այս աշխարհ, որբեսի ազատե մարդկության, ինչեն ամեն չար բաներն։ Այսօրվա չար բանի անունը թմրանյութն է, թմրեցուցիչներն են, դրագսն է, որ ես ադոր մասին կխոսիմ։ Եթե դուք մեկն եք սիրելի եղբայրներ, քույրեր, հավատացյալ, մարդիկ գիտեք, կխնդրեմ ղրգեցեք աս վիդեոն, որ տիտեն իրենք։ Հիմա գուզեմ աղոթքի հրավիրել բոլոր այդ մարդոց, որ իրենք կգործածեն թմրանյութեր եւ իրենք գուզեն ազատվիլ։ Ինչու կշեշտեմ գուզեն ազատվիլ բառը, որովհետեւ Աստված գրնա քեզի օգնել եւ գրնա քեզի ազատել միայն այն ժամանակ, երբ Աստծո երկնցած ցերկը կբռնես։ Սիրելիներ, եթե դուք չուզեք ցեր գամքով ազատվիլ, եթե անգերց չլակ ցեր մեջ եւ դուք չուզեք ազատվիլ, դուք Աստծո արգելք կլակ, որ ինքը կարենա ազատել ցեզի։ Բայց եթե դուք մեկն եք, որ իրական գուզեք ազատվիլ, խնդրեմ եդես աս աղոթքը անեք, խնդրելով օգնություն Աստծուց մե։ Ով Աստված, ես խոստովանելով քեզի, որ մեղավոր եմ, որ սխալ եմ, ես կխոստովանեմ, որ այս թմրանյութերը գործածելով մեղքի մեջ եմ, ես կխնդրեմ քեզ մե Հիսուս, ցերկ երկնցնես եւ օգնես ինձի, որ ես ազատվիմ։ Ես քեզի գհրավիրեմ իմ կյանքի մեջ, խնդրելով քեզ մե քաս իմ կյանքի մեջ եւ ըլլաս իմ կյանքի դերը, Տեր Հիսուս։ Գահանցեմ քեզի իմ կյանքս եւ կխնդրեմ դու թակավորես։ Ես կհավատամ, որ քո արյունով գրնամ ազատվիլ մեղքերես, ազատվիլ չարեն եւ աս թմրանյութերեն։ Գահանցեմ քեզի կյանքս եւ կհավատամ, որ դու արյուն տապեցիր ինձի համար եւ երրորդ օրը հարություն արիր։ Թող քո կամքը դլա իմ կյանքիս մեջ։ Ամեն։ Սիրելիներ, անպայման սկսեցեք կարդալ Աստվածաշունչ, անպայման սկսեցեք աղոթքի մեջ ժամանակ անցնել։ Նորեն կշեշտեմ, եթե դուք ուր գաբրիկ չեմ գիտեր, եթե ծեր շուրջը դեղեր կան, առաջինը հավատացյալ եղբայրներ քույրեր, այնտեղը եկեղեցիներ, ուր որ
կխոսվի Աստծո խոսքը, հոն ուր որ իրավես կփարապանեն եւ երկրբակեն դիրոջը քացեք միացեք իրենց, ցանոթացեք եղբայր քույրերով որ ցեզի գրնան օգնել, եթե հաստատություններ կան որ գրնան ցեզի օգնել ֆիզիկապես օգնությամբ, ես թեմ չեմ, բայց եթե Հիսուս Քրիստոսը չեղավ լուծողը աս հարցը գրնա ժամանակավորով էս լուծվի, բայց գրնալալ իդ վերադառնա ձեր կյանքի մեջ, որովհետև այս ամեն ինչին հետևը չար ուժեր կան։ Սիրելիներ, Աստված օրհնեց ձեզի շատ, մենք կշարունակենք շատ կարևոր թեմաներով խոսիլ այստեղեն, կխնդրեմ ակտիվը լաք, կխնդրեմ հետևիկ, կխնդրեմ դարաձեք, որովհետև արդեն ժամանակը հասած է, որ մարդիկ դեսնեն Աստծո փրկությունը, ոչ թե ժամանակը հասած է, այլ ժամանակը արդեն է եւ անցած է, որ մարդիկ դեսնեն Աստծո փրկությունը, Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ խաչվելով արդեն ինքը փաստեց մեզի, որ ինքը իր գամքն է, որ մենք բժշկվենք, ազատագրվենք, փրկվենք։ Այսօր ավետարանը հասանելի է, որբեսի փրկե, որբեսի ազատագրե։ Այսօր ավետարանը բարի լուր է բոլոր լսողներուն համար, ասիկա ցեզի համար բարի լուր է, սիրելիներ։ Աստված օրհնե ցեզի շատ։ Ամեն։